Հակակնճիռային խոնավեցնող սնուցող դիմակ ենք պատրաստելու այս բաղադրիչներից, որոնց բոլոր բաղադրամասերը հեշտ է գտնել ցանկացած խոհանոցում։ Հիմնական ու կարևոր բաղադրամասը համարվելու գերչակի յուղը, որն էլ հեշտ է գտնել ցանկացած դեղատնից։ Բայց քանի որ խոսեցինք հակակնճիռային էֆեկտի մասին, մինչ կանցնենք մեր դիմակի պատրաստմանը, անպայման ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մեր պիլինգները, որոնց մի մասին վստահ եմ արդեն վաղուց ծանոթ եք։ Սա մեր եռաթթու պիլինգն է, շատ լավ հակակնճիռային էֆեկտ ունի, կոչվում է եռաթթու, որովհետև իր մեջ 3 թթուների շարք է պարունակում, որոնք ունեն և հակակնճիռային հատկություն, հակապիգմենտային և բզուկների դեմ են։ Սա միջին այրողականության թթու է։ Մեր երկրորդ պիլինգը սա գլիկոլաթթու 50%-ն է 1 pH-ով։ Եթե մեր հետևորդների մեջ կան պրոֆեսիոնալ վարպետներ, կոսմետոլոգներ, կփաստեն, որ pH 1-ը դա բավականին լավ շերտազատող պրոֆեսիոնալ միջոց է, որը մաշկը շերտազատելու, այրելու, կոսմետիկ այրվածքի մասին է խոսքը, շատ լավ մաշկը փոխվում է ու ավելի երիտասարդ ու հարթ է լինում։ Նաև արյան շրջանառությունն է լավանում, ինչի հաշվին այդպես մանր կոսմետիկ խնդիրներն են անցնում։ Մեր հաջորդ և բավականին շատ մեր հաճախորդների կողմից սիրելի ու բոլորի համար շատ հաջող պիլինգը դա ջեսներն է։ Ինքը համեմատ թույլ այրողականություն ունի, բայց շատ լավ հակակնճիռային էֆեկտ ունի, ազդում է ակնեի վրա, կարող են օգտագործել և տարիքով մարդիկ, և տղամարդիկ, և կանայք, և նույնիսկ դեռահասության խնդիր ունեցող երիտասարդների համար է արդյունավետ։ Այս բոլոր ապրանքները կարող եմ վստահեցնել, որ պարտադիր չի, որ դուք օգտագործեք կոսմետոլոգի մոտ։ Իհարկե, շատ լավ է, թե դուք կոսմետոլոգ այս ապրանքները գնեք, իրենք պրոֆեսիոնալ են, սերտիֆիկացված են, շատ լավ է գնեք օգտագործեք սրահում հաճախորդների համար, բայց եթե ունենք այնպիսի հաճախորդներ, ովքեր որ ուզում են տանը օգտագործել, կարող եք հանգիստ օգտագործել, իրենք որևիցե տեսակ խնդիր չեն առաջացնում։ Այսպես բացում եք, ուղղակի տարաները հերմետիկ փակված են, չեմ ուզում բացել, փչացնել, որովհետև ոչինչ այդքան էլ շատ չերևա, ինքը մի քանի կաթիլ այդպես կաթեցնում եք ձեռքի ափի մեջ ու կրեմի նման քսում դեմքին և լվացվում։ Սա է, ընդհանուր օգտագործման կարգը սա է։ Օրինակ այս մի հատ տարան 10 մլ և ձեզ կբավականացնի 12 անգամ, դա շաբաթը մի անգամով գալիս է մոտավորապես ստացվում է 3 ամիս և այն արժի 6700 դրամ, բայց եթե դուք գնաք սրահում մի անգամ պիլինգ քսեն ձեր դեմքին, երկուսի դեպքում էլ 100%-ով եմ ասում, որ արդյունքը նույնն է լինում։ Այդ ժամանակ 10,000 կարժենա, ինքներդ հաշվեք, թե ինչքան արդյունավետ է մեր պիլինգը։ Իսկ հիմա արդեն անցնենք մեր պիլինգի պատրաստմանը։ Դե ինչպես կռահեցիք, ձեր հետ ես եմ Աննա Հովհաննիսյանը, հիմա մեր դիմակի մանրամասն պատրաստման ընթացքը։ Բանան ենք վերցնելու, մի փոքրիկ կտոր է մեզ անհրաժեշտ և լավ կլինի, որ այդ բանանը բավականին հասած լինի։ Ճիշտ է, իմ մոտինք այդքան էլ հասած չի, հիմա պիտի տրորեմ, բայց ոչինչ, դուք կարող եք ավելի հասածը վերցնել։ Մի փոքրիկ տրորում եք, որ հնարավոր լինի դեմքին քսել, դե ինչպես գիտեք բանան էսպարագայում շատ լավ սնուցող հատկություն ունի և իր մեջ շատ քանակությամբ վիտամիններ է պարունակում և քանի որ մենք ուզում ենք, որ մեր դիմակը սնուցող լինի, հենց դրա համար էլ անպայման բանանն ենք օգտագործում։ Իդեպ այս դիմակը այնքանով է հարմար, որ կարող են բոլոր տեսակի մաշկ ունեցող մարդիկ օգտագործել, նույնիսկ զգայուն, որովհետև այսօր բոլոր այն մթերքները ինչը կօգտագործենք, իրենք բոլորը զգայուն մաշկի համար շատ լավ արդյունք են տալիս։ Եվ այս թարմ բնական մրգերը, նյութերը, որ օգտագործում ենք, շատ ավելի օգտակար են, քան օրինակ դուք որևէ չինական դիմակ եք օգտագործում, մեջը գրված է լինում էքստրակտ։ Վստահ կարող եք լինել, որ այնտեղ 1% անգամ այդ բոլոր վիտամիններն ու նյութերը գոյություն չունեն այն, ինչ որ դուք ինքներդ կպատրաստեք։ Արդեն այս մի փոքր ձբված վիճակում է, ավելացնելու եմ մի ճաշի գթալի չափ կաթ, սովորական կաթ եք վերցնում, դուք ինչ կաթ ուզում եք կարող եք վերցնել, եթե
բուսակերեք եւ սովորական կաթ չեք նախընտրում, կարող եք կոկոսի կաթ վերցնել, մի խոսքով ցանկացած կաթ, որը որ ուզում եք։ Կրկին խառնում ենք։ Կաթը ինքը կրկին սնուցող հատկություն ունի, նաև որոշակի առումներով սպիտակացնող, բայց այստեղ, քանի որ բոլորի մեջ էլ հեղուկ է պարունակում, իսկ մեր դիմակը պիտի լինի սնուցող եւ խոնավեցնող, այստեղ մենք ավելի շատ այս հենց սնուցող հատկություններ, այս մաշկին խոնավություն տվող հատկություններն ենք օգտագործում։ Եվ քանի որ, ինչպես արդեն նշել եմ, որ դիմակը պիտի ունենա անպայման բոլոր տեսակ մաշկերի համար պիտի հարմար լինի, կրկին մեջ ավելացնում եմ ալոե, բայց եթե դուք էլի չունեք ալոե, կարող եք որևիցե դեղատնից ամպուլով ալոե գնել եւ դա սովորական այս ալոեի փոխարեն լցնեք։ Ինքը հակաբորբոքային հատկություն ունի եւ եթե որևիցե մեկի մաշկը ինչ որ զգայունություն ունի, դուրս է տալիս կամ չգիտեմ որևիցե տեսակ խնդիր ունի, հանգիստ կարող են ալոեն ավելացնել, որ մաշկը ոչ մի խնդիր չունենա։ Մի խոսքով այդ զգայունությունն էլ չունենա։ Տրորելուց ավելի հարմար է այսպես ճզմելով ավելացնելը ալոեն, որովհետև կարող է մի քիչ կտորներ լինել։ Իհարկե դա դիմակի որակին չի խանգարելու, պարզապես քսելուց որ հարմար լինի։ Ալոեն ընդհանրապես ցանկացած դիմակի մեջ կարելի ավելացնել 100%-ով։ Նկատի ունեմ, որ միայն եթե անգամ ինքը լինի, զգայունություն չի ավելացնի եւ այսպիսի մթերքները, որոնք չեն ավելացնում, խնդիր չեն տալիս մաշկին, իրենց կարելի է 100%։ Դրա համար ինքը դիմակում մենք ինչքան ուզենանք օգտագործենք, ձեր նախասիրության հարցն է այստեղ։ Սա սահմանափակում չի տրվում այս նյութի օգտագործումը։ Սա հավելյալ անգամ մաշկն է խոնավեցնելու, եթե բզուկներ կան, գրգռված վիճակ կա, այդ ամեն ինչը հանգստացնելու է, հանելու է, ինչպես տեսակ ինքը շատ փափուկ է եւ հնարավոր է, որ դուք այն կարող եք նաեւ ձեր ամբողջ դեմքին քսել։ Եթե դուք այս նշված նյութերից ոչ մեկից չունեք, բայց արդեն կիմանաք, որից ունեք, որից չէ, որտեղ որ ունենայիք, շատ արագ կզգայիք, բայց եթե որոշակի առումով կասկածում եք, քսեք ձեռքի այս հատվածում, մի քիչ թողեք չկարմրի, ուրեմն չունեք։ Եվ մյուս ամենակարևոր նյութը, ինչպես խոստացել էի, դա գերչակի յուղն է։ Հիմա բոլորիդ կթվա ինքը բավականին հասարակ բաղադրամաս է եւ շատ եք հանդիպել եւ դուք միշտ այն մազերի խնամքի մեջ եք օգտագործել եւ ես վստահ եմ, որ կլինեն մեր հետևորդների մեջ այնպիսի հետևորդներ, որ կասեն դա դեմքին մազ է աճեցնում, բայց ես օգտվում եմ լավ գիտական հոդվածներից, տարբեր գիտական վերլուծություններից, որը ոչ մի այդպիսի ինֆորմացիա չի տալիս։ Ինքը ոչ թե մազ է աճեցնում, արյան շրջանառությունն է լավացնում, ինչի հաշվին էլ օրինակ հիմա մենք իրեն օգտագործում ենք որպես հակակնճիռային նյութ։ Իսկ իր այդ հակակնճիռային հատկությունը, հիմա սա ավելացնեմ, նոր կասեմ։ Իր այդ հակակնճիռային հատկությունն էլ ինքը ստանում է նրանից, որ իր մեջ բավական քանակությամբ թույն է պարունակում, չգիտեմ գիտեիք թե ոչ, բայց աշխարհի ամենավտանգավոր թույնը հենց այս գերչակ բույսից են ստանում։ Երևի որոշ մարդկանց հայատներում կլինեն այս բույսը, որ դեկորատիվ աճում է, վրան գեղեցիկ սերմեր է տալիս, հենց այդ սերմերից էլ ստանում են աշխարհի ամենավտանգավոր թույներից մեկը՝ ցիանիդը։ Բույսի սերմերը մշակելու ժամանակ, մշակելու ընթացքում, երբ յուղ են ստանում, դա այնպես են մշակում, որ մեջի հիմնական այդ թունավոր հատվածը դուրս է մնում, բայց ինքը յուղը որոշակի առումով այդ թույնից պարունակում է եւ դրա համար էլ ինքը սննդային չի, միայն կոսմետիկ խնամքի մեջ են օգտագործում։ Մոտավորապես նման է այդ բոտեքսին, որովհետև եթե գիտեք, բոտեքսն էլ իր մեջ թույն է ներառում եւ հենց դա մաշկը պարալիզացնում է, չի թողնում շարժվի, ինչի արդյունքում մաշկը մնում է անշարժ եւ հարթ է լինում եւ ձիգ։ Նույն այս պարագայում է մոտավորապես նույն կերպ, ես չեմ ասում նույն նյութն է եւ չեմ ասում սա բոտեքս է։ Ուզում եմ բացատրել, թե սա ինչ հատկություն ունի։
Ինքը այդ իր թունավոր լինելու հատկության շնորհիվ արյան այդ տվյալ հատվածը գրգռում է, որի հաշվին արյան շրջանառությունը ակտիվանում է եւ հենց դա էլ մաշկին տալիս է առաձգականություն, հարթություն, եթե կան մանր դուրս տվածներ դրանք են լավանում եւ ինքը շատ լավ հակակնճիռային ազդեցություն ունի։ Դրա համար ես այդ յուղը շատ չեմ ավելացնում, մի թեյի գթալ։ Երբ որ դուք դեղատներից կամ որևիցե տեղից առնում եք գերչակի յուղը, ինքը արևածաղկի յուղով է բացված 100%-ով մաքուր գերչակը չի, որովհետև ինքը այդ պարագայում թունավոր է լինում։ Դրա համար ձեզ այստեղ դիմակում մի գթալը լրիվ հերիք է լինում։ Հանգիստ կարող եք քսել, ինքը լայնորեն բժշկության մեջ է օգտագործվում, կոսմետոլոգիայում ապացուցված է եւ նույնը կատարվում է, երբ դուք քսելու եք դեմքին եւ երբ որ քսում եք գլխամաշկին, երբ մազերի աճ արագանա կամ մազեր աճեն։ Այս պարագայում ինքը ոչ թե մազերն է արագացնում, որ աճի կամ մաշկն է մազակալում, այլ պարզապես արյան շրջանառությունն է լավանում ու հենց այդտեղը սկսում է արդեն, երբ որ արյան հոսքը տեղը տեղին սկսում է ավելի լավ լինել, արդեն դե մաշկի վիճակն է լավանում է։ Մի խոսքով այսպիսի հրաշալի հատկությամբ դիմակ, որը կարող եք դեմքին քսել ամբողջ պարանոցին, աչքերի շուրջ, ինքը լրիվ վստահ եղեք անվնաս է, բոլորը կարող են քսել, վտանգավոր չէ, որովհետև գիտեմ, որ շատ մարդիկ նաև այս յուղը որոշակի ստամոքսի խնդիրների համար են օգտագործում, բայց մենք այդպիսի ոչինչ խորհուրդ չենք տալիս, մենք այն օգտագործում ենք միայն խնամքի պարագաներում։ Ի դեպ դուք կարող եք ամեն օր նույնիսկ ձեր որևիցե սնուցող կրեմի վրայից այդպես մի երկու կաթիլ քսել ձեր դեմքին, ինքը շատ լավ հակակնճիռային հատկություն ունի, բայց ոչ աչքերի շուրջ։ Ինչ վերաբերում է մեր դիմակին, տեսնում եք, ինքը բավականին այսպես թանձրացող ձգվող հատկություն ունի, այդքան էլ հեշտ չի լինելու դեմքին քսելը, բայց արդյունքն է լավը լինելու, այնպես որ այս դիմակը եթե դուք հավես ունենաք եւ ամեն օր քսեք, այդպես 5-6 քսելուց հետո պարտաճանած շատ ավելի լավ ազդեցություն կունենաք, եթե ոչ շաբաթը գոնե 2 անգամ արեք, կամ վատագույն դեպքում գոնե շաբաթը մի անգամ այսպես հանգստյան օրերին թարմացնող դիմակ կունենաք։ Դիմակը կարող եք քսել շաբաթը 2 անգամ կամ գոնե 1 անգամ, դեմքին թողնելով 15-ից 20 րոպե, լվացվում եք գոլ ջրով, քանի որ իր մեջ յուղեր կային, սնուցող նյութեր, անմիջապես իրենց հետո կրեմներ քսելու կարիք չի առաջանա կամ մաշկը հավելյալ խոնավեցնելու կարիք չի առաջանա։ Իսկ ձեր հետ էի ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը, իսկ դուք լավ կլինի, որ հետո նաև կիսվեք ձեր կարծիքներով։